Էլոհիմ Աստված, այսինքն Հայր Աստված և Մայր Աստված, արարչագործությունից ի վեր միշտ միասին իրականացնում են փրկագնման գործը։ Աստված Էլոհիմ, ով իրեն անվանում է մենք, ստեղծեց երկինքն ու երկիրը 6 օրի սկզբանե։ Այլ կերպ ասած, Հայր Աստված, Մայր Աստված միասին ստեղծեցին երկինքը, երկիրը ամեն ինչ դրանցում։ Նույնիսկ արարչագործությունից հետո Հայր Աստված, Մայր Աստված միասին իրականացրել են փրկության գործը։ Եկեք իջնենք այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան։ Այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Աստված ասաց. իջնենք և շփոթենք նրանց լեզուն։ Սա ցույց է տալիս, որ Հայր Աստված և Մայր Աստված միասին դադարեցրել են Բաբելոնի աշտարակի կառուցման աշխատանքը։ Աստվածաշնչի այս արձանագրությունը ցույց է տալիս, որ Հայր Աստված, Մայր Աստված միասին աշխատում են աշխարհի ստեղծումից ի վեր։ Ավելին, Հայր Աստված և Մայր Աստված միասին աշխատել են նաև մարգարեներին նշանակելու և ուղարկելու հարցում։ Ո՞մ ուղարկեմ, ով կգնա մեզ համար։ Ես պատասխանեցի. ահավասիկ ես, ինձ ուղարկիր։ Աստված չի ասել, ով կգնա ինձ համար։ Փոխարենը, Աստված ասաց. ով կգնա մեզ համար։ Սա նշանակում է, որ Հայր Աստված, Մայր Աստված նույնպես մարգարե ուղարկեցին միասին։ Ամեն ինչ ստեղծելիս Հայր Աստված, Մայր Աստված միասին աշխատում էին։ Երբ կանգնեցրին Բաբելոնի աշտարակի շինարարությունը, Հայր Աստված, Մայր Աստված միասին աշխատեցին։ Աստված Էլոհիմ, ով իրեն անվանում էր մենք, այլ կերպ ասած, Հայր Աստված, Մայր Աստված, միշտ միասին աշխատում էին։ Հետաբար, ըստ Աստվածաշնչի ուսմունքների, մենք պետք է հավատանք հետենք Էլոհիմ Աստված, որն իրեն անվանում էր մեզ Հայր Աստված, Մայր Աստված։